Բարև ձեզ։ Մինչև հունիսի 7-ը, մինչև Հայաստանում կայանալիք համապետական խորհրդարանական ընտրությունները մնացել է շատ քիչ ժամանակ, կարելի ասել հաշված օրեր, ընդամենը մոտավորապես 2 շաբաթ, գնալով նախընտրական քարոզչությունը դառնում է էլ ավելի լարված, գնալով Հայաստանի քաղաքական դաշտը դառնում է, կարծես, փոթորկված մի ծով։ Բազմիցս նշել ենք, որ սա պայքար չէ մանդատների համար, սա պայքար չէ քվեների համար, սա ընտրություն է քաղաքակրթական հանգրվանների միջև։ Ինսայդերական աղմկահարույց հրապարակումները, գրեթե ամենօրյա բացահայտումները գաղտնալսումների, կաշառքների մասին եւ վերջապես Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձի նկատմամբ քրեական գործը, դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով Եվ մյուս կողմից Մոսկվայից գրեթե էլի ամենօրյա ռեժիմով հնչող կոշտ հայտարարությունները վկայում են մեկ բանի մասին, որ Հայաստանը, հայ ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առաջ։ Եվ այս պեկումնային պահին այսօր ազատ զրույցում զրուցելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության առաջնորդ նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն։ Շատ բարև ձեզ։ Նախատեսել էինք զրուցել անցած այս ընթացքում ձեր կուսակցության նախընտրական քարոզչության արդյունքների, տպավորությունների մասին մենք էլի պիտի անդրադառնանք, բայց որպես ամենաթարմ եւ հնչեղ եւ աղմկահարույց եւ սենսացիոն, չգիտեմ, ասեմ, նորություն, սա, ինչպես նշեցի, Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվածի նկատմամբ քրեական գործն էր, դուք ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված, դիտարկում եք որպես զուտ իրավական ընթացք, թե քաղաքական հակազդեցություն Ռուսաստանի Դաշնությանը։ Չէ, ամենևին ես շատ արժանահավատ եմ համարում այն ինչ այսօր հրապարակի վրա կա եւ գիտեմ նաեւ ինսայդերը որքան լուրջ աղբյուր է, իդեպ այդ առիթով ձեզ համար նաեւ մի բացահայտում եմ պատրաստել դրա մասին էլ կհասցնենք խոսել, բայց առհասարակ ես գիտեմ, որ Ծառուկյանը ինքը չի որոշել այդ ցուցակը իրեն ուղղակի հրամցրել են համապատասխան ռուսական ծառայությունները, որոնք ամիսներ առաջ դեռևս Հայաստանում էին եւ իր շատ մոտ կանգնած անձնավորությունը ինձ հետ անկեղծանում էր ամիսներ առաջ, որ ռուսական էմիսարները հերթով գալիս են եւ ասում են ով որտեղ պիտի լինի եւ մի բարձ նպատակ է այս բոլորը հետապնդում հնարավորինս արատավորել ընտրական ամբողջ գործընթացը, բարեվարկությունը, լեգիտիմությունը կասկածի տակ դնել, տեսեք անձնագրի հետ կապված պատմություն, այդտեղ FSB-ի աշխատակից լինելու պատմություն, ռուսները որևէ մեկին, ով արատավորված չի, ով իրենց հետ անցած այսպես ճանապարհ չունի, նրան թույլ չեն տա հայաստանյան որևէ ընտրական գործընթացի մասնակցել, մխտրված, միջև վերջ կեղտոտված մարդկանցով, բարեվարկության հետ կապված մարդկանցով, ուրեմն կեղտոտ անցյալ, թալան, կողոպուտ, բանդիտիզմ, մաֆիա, բռնաբարություն, այս բոլորը մի նպատակ ունի, այս մարդկանց մտցնել քաղաքական գործընթացի մեջ, որպեսզի հնարավորինս կասկածելի դառնան դրանց լեգիտիմություն։ Այո, ընդհանրապես գործընթացն ինքնին, որը շոշափում է Հայաստանի դիմադրողունակությունը, որը էապես ազդում է պետության ապագայի նկատմամբ մարդկանց տրամադրությունների վրա, մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի այդ անկումային, այդ պեսիմիստական, այդ հուսահատական տրամադրությունները տեղ չունենան մեր իրականության մեջ։ Եթե մենք վաղվա նկատմամբ հույսը չկարողանանք պահպանել եւ առասարակ, եթե այս ընտրությունները չպիտի ամրացնեն մեր պետությունը, եթե չպիտի ամրապնդեն մեր դիմադրողունակությունը, ընդհանրապես ընտրություններն ինչի համար են։ Ընտրությունները ամեն անգամ վերբեռնելու համար են մեր քաղաքական հասարակական կյանքը։ Իսկ այս քրեական գործը դուք դիտարկում եք որպես այդ ինսայդերական հրապարակումների իրավական շարունակություն եւ ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես արձագանքները նաեւ Ռուսաստանի մատնում են, որ այս բոլորը հետեւողականորեն նպատակ ունի Հայաստանում լուծել մի կարևոր խնդիր։
տվեք մեզ պետությունը, մենք ձեզ իրավունք կտանք, որ շնչեք, ոչ ավելի։ Տեսնում եք, այսօր արդեն ծաղիկների հետ կապված պատմություն ունենք, վաղը նոր պատմություններ են լինելու, նոր սպառնալիքներ են լինելու, Օվերչուկը ասում է, ձեր հարցն ենք քննարկելու մայիսի 29-ին, չգիտեմ ինչ հարց են քննարկելու, այսինքն որևէ բան չի փոխվել, բայց ակնհայտ է, որ վախի, սպառնալիքի մթնոլորտ են ուզում ավելի ու ավելի ձևավորել, որպեսզի ազդեն մարդկանց հույզերի վրա, մարդկանց տրամադրությունների վրա, պիտի ասեմ, որ որոշակիորեն այդ իրենց հաջողվում է, բայց տիտանական ջանքեր ենք գործադրում նաև ասելու, որ պիտի հնարավորինս զերծ մնալ այդ տրամադրությունների ազդեցության տակ ընկնելու այս վիճակից։ Դուք ասացիք, որ արժանահավատ եք համարում այն ինչ հրապարակվել էր, հա, այդ քրեական գործի հետ կապված, իսկ հակառակ կողմից եթե նայենք հնարավոր համարում եք, որ հանկարծ դատարանում չապացուցվի այդ մեղքը, այդ դեպքում չի ստացվի ընդդիմությանը հերոսացնելու ինչ-որ մի քայլ տեղ։ Դե գիտեք, հիմա ես չգիտեմ ինչ դատական համակարգի մասին ենք խոսում, որտեվ այն անձը, ում մասին խոսում եք, երբեք էլ չի թաքցրել, որ իր համար օրինակ Հայաստանի շահը միշտ ավելի ստորադասվել է կայսրության շահին, ինքը քանիցս հրապարակային նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ, քանիցս հրապարակային հանդես է եկել ռուսական պետական լրատվամիջոցներով եւ ամենավերջին լուտանքները Հայաստանի հասցեին, Հայաստանի նոր ընտրված այդ ժամանակ ինքը դեռ նոր էր պատգամավոր իշխանությունների հասցեին։ Ես կարծում եմ, որ մենք ներսում տարաձայնություններ կարող ենք ունենալ իշխանության հետ, բայց չենք կարող վիճարկել ընդհանրապես պետության գոյությունը եւ չենք կարող քննարկել մենք պետություն պիտի ունենանք թե չէ։ Այս անձինք իրենց այս ամբողջ շրջանակով, հա, այս մակաբույծ պարազիտները մի խնդիր են հետապնդում այս գործընթացով կազմաքանդել, կազմալուծել հայկական պետականությունը, ինչը Պուտինին, ով այս բոլորի սցենարիստն ու ռեժիսորն է, չի հաջողվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անել։ Այդ հայտարարությունը ռուս-թուրքական պայմանավորվածություններ, համաձայնություններ հայկական պետականության կազմաքանդման վերաբերյալ։ Հիմա ինքը ուրեմն շարունակում է այդ գործընթացը եւ իդեպ շարունակում է 2021 թվականին ընդդիմությունը ամբողջությամբ իր ձեռքը այսպես սեփականացնելու պատճառով։ Մեր խնդիրն է այսօր հանդես գալ մեր ժողովրդին եւ ասել, որ դուք տեր եք կանգնել իշխանությանը 2021 թվականին, հիմա խնդիր ունենք, որպեսզի տեր կանգնեք նաեւ ընդդիմությանը, որտեվ Պուտինը ըստ էության ընդդիմությունը դարձրել է հենման կետ հայկական պետականությունը զավթելու, հայկական պետականությունը կազմաքանդելու համար։ Այդ հենման կետից պետք է զրկել Պուտինին եւ իր այս բոլոր գործակիցներին, հանցակիցներին, ում հետ ինքը օրթախաբար ուրեմն վճռել է ուրեմն չեղարկել հայկական պետականությունը։ Իդեպ սրան նաև միացել է օրինակ Ադրբեջանի իշխանության ինչ որ արդեն շերտեր եւ ավելի ու ավելի համոզվում եմ, որ օրինակ Քոչարյանը որպես սիմվոլ, հա, սրանց ուղղակի նվեր է Ալիևի համար։ Ալիևը ամեն օր երազում է, որպեսզի ընդդիմության կարգավիճակում տեսնի Քոչարյանին։ Նո հասկանալի է, որ նրանք իշխանություն չեն կարող լինել, ընդդիմության կարգավիճակում նույնիսկ Քոչարյանը ամեն օր կլեգիտիմացնի Ադրբեջանի որևէ գործողություն, որևէ ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Միջազգային գործընկերների մոտ Քոչարյանի ցանկացած հայտարարություն դա կլինի ալիբի, որ հայ ժողովուրդը խաղաղություն չի ուզում, որ հայ ժողովրդի հետ ընդհանրապես չի կարելի մի քանի տարվա նույնիսկ ուր մնաց 100-ամյակի պայմանավորվածություն կայացնել։ Այնպես ինչպես իհարկե Ալիևին ձեռնտու է, որպեսզի Հայաստանում նոր սահմանադրություն չընդունվի, որտեղ դա եւս հնարավորություն կտա մշտապես ուրեմն այս սպառնալիքի տակ, այո, անորոշությունը շարունակել եւ սпасել հարմար պահի, օրինակ, որպեսզի իհարկե ծրագրերից չի հրաժարվել Ալիևը։ Իրեն ինքը խնդիր ունի Հայաստանին թույլ չտալ, որպեսզի դաշնակիցների եւ գործակիցների այնպիսի շրջանակ կարողանա իր թիկունքին ունենալ,
որը կթանկացնի կամ անհնար կդարձնի Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիվ գործողություն։ Իսկ Քոչարյանի եւ այս մյուս պարազիտների նպատակը մի բան է, Հայաստանին թույլ չտալ ընդհանրապես առաջ շարժվել այս ճանապարհով, Հայաստանի զրկել որևէ հերանեկարից, որևէ հնարավորությունից ապագային նայել, թույլ չտալ, որպեսզի իշխանությունը իր կողքին ունենա երկրորդ ոտք, պինդ ընդդիմություն, իսկ առանց երկրորդ ոտքի ինչ է անում ցանկացած պետություն, մի ոտքի վրա ընդհանուր թռվռում է։ Առաջ շարժվելու համար ոտքեր են։ Ձեր այդ դիտարկումը իշխանությանը երկրորդ ոտք եւ ընդհանրապես դուք չեք պետությանը երկրորդ ոտք եւ ընդհանրապես չեք թաքցնում դուք, որ ձեր նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ ընդդիմության փոփոխություն։ Բայց այս մասին մենք էլի ենք խոսել, դրանից հետո բավական արձագանքներ եղան, հարցեր են առաջանում մարդկանց մոտ։ Շատ լավ է, որ դուք գնաք եւ փոխարինեք ընդդիմությանը, բայց հարց է առաջանում արդյոք ընդդիմության նպատակը իշխանությունը փոխելը չէ, ինչու եք դուք հայտարարում, որ իշխանություն չեք ուզում փոխել։ Մեկ հարց, երկրորդ հարց, արդյոք դուք դրանով չեք դառնա հարմարավետ ընդդիմություն իշխանության համար եւ այն արմատական ընդդիմության դաշտը կարծես բաց է մնում։ Եվ եթե դուք փոխում եք այդ արմատական ընդդիմությանը, արդյոք սա հնարավորություն չի տալիս ավելի ռադիկալացնել դաշտը եւ փողոցում ավելի սուր գործընթացներ ձեռնարկել եւ այլն։ Ընտրությունների ընդհանրապես իմաստը այնա, որ մենք փողոցից կամ հնարավոր փողոցային գործընթացներից տեղափոխենք խորհրդարան գործընթացները եւ խոսքով կարողանանք։ Իսկ հարմարավետ եւ ոչ հարմարավետ ընդդիմություն տալ։ Չգիտեմ ինչ նկատի ունենք, դրա մասին իհարկե կխոսենք, բայց մեր պատկերացման ընդդիմությունը ընտանիքի այն սրտացավ եղբայրն է, որը ցանկացած այսպես կազուսի ժամանակ իր դիտարկումներն է ներկայացնում, ոչ թե տունը վառում է։ Հա, մեր պատկերացմամբ պետության թոքերն են ընդդիմությունը։ Մեր պատկերացմամբ պետության դիմադրողունակությունն է ապահովում նաև ընդդիմությամբ։ Հարմարվողականություն եւ այլն, գիտեք, մենք երբեք չենք նայել եւ չենք հետևել ընդդիմության իշխանության քայլերին եւ գործողություններին, ինքներս ձեռնարկել ենք քայլեր, որոնք հետո իշխանությունը իրեն համար նպատակահարմար է համարել եւ մենք Քաբրիցի ասել ենք պետությունը դրանից շահում է, թող վերցնեն եւ առաջ տանեն։ Դա վերաբերում է եւ Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական ստրատեգիական գործընկերության խարտիային եւ Եվրամիության հետ ստորագրված համաձայնություններին եւ մենք իհարկե աջակցել ենք այդ գործընթացներին, բայց լիքը անհամաձայնություններ ունենք որակի, խորության, արագության հետ կապված եւ կարծում ենք, որ այդտեղ ահռելի անելիք ունենք, այդտեղ իշխանության գործողությունների ընդհանրապես պլանավորման, մշակման, բանակցությունների հետ կապված, կոմպետենցիայի հետ կապված խնդիրներ կան։ Մենք օրենք ենք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, որը տեղից չի շարժվել։ Եթե օրենքը չպիտի գործի, ուրեմն օրենք չի դա, ուրիշ բան է, ամեն ինչ կարելի է կոչել բացի օրենքը։ Եվ մենք այդտեղ խնդիր ենք տեսնում։ Եթե կա հանձնառություն, մենք ուզում ենք, որպեսզի դրան հաջորդեն։ Ձեր օրակարգերը ոչ թե պատասխանեցնում եք իշխանությանը, այլ փորձում եք ձեր օրակարգերը առաջ տանել արդեն ընդդիմության տեսանկյունից։ Մենք խնդիրը հետևյալն է։ Ժողովուրդը իր իշխանությունը ունի մեծամասնության նկատմամբ։ Ժողովուրդը պիտի տեր կանգնի նաև ընդդիմությանը։ Չի կարող ընդդիմությունը թշնամի լինել պետությանը։ Մեր որ ասում ենք, տեսեք ինչ է առաջանում։ Պաստորեն դուք ուզում եք, որպեսզի ընտրությունների արդյունքում դուք դառնաք խորհրդարանում ընդդիմություն, իսկ պայմանականացած ռուսամետ ընդդիմությունը դուրս մղվի։ Այս դեպքում առաջանում է նրանց ընտրողների չներկայացվածության հարցը եւ նաեւ այն հարցը, թե դուք այդ ընտրողների հետ ինչպես եք երկխոսելու։ Ասենք Լուիս Սամվել Կարապետյանի, Գագիկ Կարապետյանը փողով եւ Գազպրոմի աշխատողներով, Հեցի նախկին աշխատողներին շարունակելով աշխատավարձ տալ,
ինքը չի ներկայացնում այդ ժողովրդին, կներեք, այդ են նույն հին մեթոդներն են, Ծառուկյանը իր փողերով, իր միլիարդներով, իր թալանացով փորձում է իշխանություն զավթել։ Եվ արդյունքում վստահաբար ուրեմն տեղ են ունենալու սրանցից ոմանք ընդդիմության դաշտում։ Մեր խնդիրն է այդ դաշտում իրենց ներկայությունը հնարավորինս սահմանափակել, որովհետև իրենց իշխանությունը չի բխում ժողովրդից, բխում է իրենց թալանացից, իրենց ունեցվածքից, իրենց միլիարդներից։ Մեր կշտամբանքը գործող իշխանություններին եղել է ընդհանրապես այս հանցագործները ինչ գործ ունեն ընտրական այս գործընթացում։ Դուք սրանց կոչում եք բանդիտ, ավազակ, հանցագործ, ինչ ասես։ Կներեք, քրեական օրենսգիր կա, հոդվածներ կան այդ ձեր նշած բոլոր ուրեմն էպիտետների համար։ Այդ մարդիկ այդ հոդվածներով բանդիտիզմի, մաֆիայի, բռնաբարության ու մնացած գործերով, հա, պետական, ասենք, հանցագործների մասին ենք խոսում։ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։ Քաղաքական իմաստով նա պիտի օրինակ մեր պատկերացմամբ պիտի կախանհանվի հանրապետության հրապարակում։ Քաղաքական իմաստով, այո, եւ կասկած չկա, որ նա ոչ թե համբալ է, այլ պետական հանցագործ, որը փորձ է արել 0038 հրամանի համաձայն պետությունը զավթել, ժողովրդի իշխանությունը զավթել։ Սա իրավական գնահատականի չի արժանացել, հա։ Նոր վարչապետը այդքան ամիսներով խոսեցինք, հիշեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ կա։ Այս սա է մեր գործառույթը, որ գնանք ամենօրյա ռեժիմով։ Ես գնացել եմ գլխավոր դատախազին եմ հանդիպել այս գործով, գնացել եմ արդարադատության նախարարին եմ հանդիպել, ասել, ինչ եք անում այս մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով։ Երբ է Քոչարյանը կանգնելու պատասխանատվության առաջ։ Թողենք կլինի դատարանը չի լինի, միջև չլինի վճռականություն, միջև չլինի վիրահատական միջոցներով անցնելու, գործողության անցնելու կամք չի լինի։ Հետևաբար համբալը ուղղակի կոմպլիմենտ է Ռոբերտ Քոչարյանին։ Չի կարելի այդպես նսեմացնել եւ մարդու իրական որակները անտեսել։ Ասել համբալա ու անցանք առաջ կամ Ծառուկյանը դոդա ու անցանք լավ, իսկ մյուսը անողեղ է։ Այս ինսայդերական հրապարակումները, ձայնագրությունները, քրեական գործը, հին ու նոր քրեական գործեր եւ այլն, ինչպես են անդրադառնում, ինչպես են ազդում ընդհանուր ընտրական գործընթացի վրա, կարող է սա հիմք դառնալ որոշակի գործողությունների հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար։ Փոքր դատարանից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, մենք խոսեցինք նախընտրական այս վերջին ամենասուր զարգացումների մասին եւ հարցային էր, թե սրանք ընդհանրապես ինչպես են անդրադառնում, ինչպես են ազդում ներքաղաքական դաշտի եւ նախընտրական գործընթացների վրա։ Նկատի ունեմ եւ այս բացահայտումները եւ ձայնագրությունները։ Նախագահ հրապարակումը օրինակ տեխնացուներից մեկի առաջին համարի քաղաքացիության հետ կապված ինչ որ խնդիր։ Նրան արձագանքում է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը։ Ես ուղղակի ապշած եմ, էլի, այդ աստիճանի շահագրգռություն, այդ աստիճանի ներգրավվածություն մեր ներքաղաքական գործընթացներին եւ դրա համար որևէ հայտարարություն չի եղել, որևէ բացի մեր քաղաքական ուժից, որևէ մեկը չի դատապարտել այդ իրողությունը, որ Ռուսաստանը փաստորեն անթակույց արդեն մտել է մեր ընտրական գործընթացների մեջ։ Սա եթե օրինակ պարզվի, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, սա միայն իրենց քաղաքական ուժին չի վերաբերում, իր անձին չի վերաբերում, սա ամբողջ ընտրական գործընթացը մեր կուսակցությանը եւս վերաբերող հարց է, ուղղակի դելեգիտիմացնելու ամբողջ գործընթացը, որովհետեւ չի կարող Ռուսաստանի քաղաքացին մասնակցել ընտրություններին, բայց իրենց վերաբերմունքը մեր պետությանը, մեր սահմանադրությանը իրենք արդեն ցույց են տվել։ Իրենք ոչ մի ցենզի չհամապատասխանելով ասում են, օրինակ ինքնահռչակվել են Հայաստանի հաջորդ վարչապետ։ Ինչու՞, որտեվ իրենք Հայաստանը պետություն չեն համարում։ Եվ սա եղել է իրենց բոլորի վերաբերմունքը։ Ռոբերտ Քոչարյանը 98 թվականին կեղծ տեղեկանքով, հա, Ալվինա Զաքարյանը հիշում եք, ով էր պետը, տվեց այդ տեղեկա։ Իսկ բոլորը նման են ռուսական վերաբերմունքը Հայաստանին, սա է իրենք Հայաստանին վերաբերում որպես թյուրիմացություն, որպես ժամանակավորապես կորցրած տարածք։ Իրենք իրենց մրտերին պիտի ուտեն հունիսի 7-ին։ Պուտինը պիտի ծեծ ուտի հայ ժողովրդից, պիտի պարտության մատնվի Պուտինը, որ հասկանան, որ այսպես չի կարելի, մենք հարգանք ենք պահանջում։
Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը հարևանությամբ վասալ կամ թշնամի հարաբերություն է հասկանում։ Իրենք մեզ նշանակել են թշնամի, մենք արճակատման գնալու որևէ ցանկություն չունենք, բայց մենք որպես պետություն այլընտրանքներ գտնելու պարտականություն ունենք եւ հենց գտնվեցին այլընտրանքներ կտեսնեք ոնց են խելոքանում։ Բայց տպավորություն չունեք, որ իրենք են տանում արճակատման։ Հայաստանի իշխանությունները անդադ վախ սպառնալիք են տարածում, որպեսզի մեր ընտրողը ընկնի մտատանջանքների, այսպես ցնցումների մեջ, այդպեսի բան չկա։ Ռուսաստանից բան չի մնացել։ Ռուսաստանը այսպես վիրավոր գազանի պես ուղղակի վերջին, այո, ես կարծում եմ այդտեղ մենք պիտի ուղղակի ավելի ճկունություն, որտեղ ավելի հասունություն եւ խոհեմություն պիտի հանդես բերենք, ցույց տալու, որ մենք պետություն ենք, մենք չենք կարող մեզ չուլանի պես պահել, այն ինչ որ այս մակաբույծների նպատակն է, իրենք պարազիտի պես մեր օրգանիզմը, մեր պետության օրգանիզմը ուղղակի ախտահարելու նպատակ են հետապնդում։ Մենք որպես միակ քաղաքական ուժը, ով ընդդիմափոխություն է ուզում իրականացնել, մեզ հրճակել են սանիտար, որպեսզի այս մակաբույծներին մեր օրգանիզմից կարողանանք դուրս բերել, հրավիրելով մեր ժողովրդին քվեով, որպես դեղամիջոց ճիճվահան անել օրգանիզմից սրանց, որտեղ ուրիշ միջոց չենք տեսնում, որտեղ տեսնում ենք, որ պետությանը, մեր քաղաքական կյանքին գլխավոր սպառնալիքը այսօր ընդդիմությունն է։ Այս ընդդիմությունը պիտի վերադառնա ժողովրդին։ Ժողովուրդը պիտի իշխանություն վերստանձնի ընդդիմության նկատմամբ։ Այն ինչ դուք կոչում եք ընդդիմություն, կարող եք ամեն ինչ կոչել բացի ընդդիմությունից։ Եվ ժողովրդի մեծ հատվածի, ովքեր նրանց քվե են տալիս, նա իրենց կամքի արտահայտությունը չի։ Գնացեք տեսեք Արադ ցեմենտի աշխատողներին ոնց են ստիպողաբար բերում այդ հանրահավաքներին։ Գնացեք տեսեք քանի ավտոբուսով են Սամվել Կարապետյանի հանրահավաքները լեփլեցուն դառնում։ Ձեռ եք առնում։ Գնացեք տեսեք տեղում քանի հոգի է մասնակցում այդ հանրահավաքներին։ Այդ տպավորությունները հասարակական տրամադրություններ չեն։ Ուղղակի ամենօրյա ռեժիմով դուք հարց չեք տալիս, այդ փաստերն են բացահայտվում, թե սրան $100 տանք, այս ոչխարին, այս բանին, այդպես են նրանք վերաբերում մեր ժողովրդին, այդպես վերաբերում են մեր պետությանը։ Քվեի դա ուղղակի սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն է, ամենօրյա ռեժիմով, այդ ընտրակաշարքը։ Ու դա ուզում եք ես կոչեմ հասարակական տրամադրություն եւ մարդիկ, որոնք որ գնալու են քվեարկելու են, այդ պայմաններում, այդ միջոցներով, հա, համատարած ընտրակաշարքներով ուզում եք մենք դրա հետ հաշտ լինենք, մենք տեսնում ենք, որ կա գետնի վրա իրողություն։ Ժողովուրդը իր իշխանության հարցը լուծել է։ Ինչպես վարվել ժողովուրդը պիտի լուծի նաև ընդդիմության հարցը։ Ես մի բացահայտման մասին էի ուզում խոսել։ Ինսայդերի հետ կապված մորուք օպերացիայի մասին է խոսքը։ Գիտեք, որ հոկտեմբեր 27-ն էլ այդ նույն անունով է տեղի ունեցել։ Ինձ Նայիրին է պատմել։ Էլի մորուք օպերացիա է եղել։ Էլի ռուսական ծագմամբ։ Եվ սրանք հետընտրական նոր process-ներ, որ հիմա մտմտում են, որտեղ իրենք հասկանում են, որ ընտրություններով հարցը չեն լուծելու։ Իրենք մի խնդիր ունեն՝ պետությանը մենակ բռնացնել եւ գնդակահարել։ Բերել նոր օպերացիայի հասկացա հոկտեմբեր 27-ը կրելա ներքին մորուք օպերացիա։ Եվ Նայիրին, երբ որ ինձ հետ խոսում էր, թե ինչա ինքը արել եւ ինչա պատրաստվում անել, եթե ազատության մեջ լինի, ինձ ասում էր՝ պիտի դուք ինձ խնդրեք, որ ես դուրս գամ։ Եվ այս մորուսավորներից սա է եղել։ Մորուսավորներից, իդեպ այն ժամանակ բոլորը նոր 19 թվականը, բոլորը մորուքով էին, ես իդեպ այդ ժամանակ մորուքով չէի։ Ավելի առարկայացնել փորձեմ, այսինքն սա շատ լուրջ օպերացիայի եւ այն հոկտեմբերի 27-ի անվանումների զուգահեռ նպատակն է ունեցել։ Ոչնչացնել հայկական պետականությունը, լեգիտիմ իշխանությունը վերացնել, ժողովրդավարություն թույլ չտալ, եւ դրանից հետո միայն հնարավոր եղավ, չէ, Հայաստանը ծնկի բերել, գույք պարտքի դիմաց, քաղաքական սպանություններ, հետապնդումներ, մենք երկաթուղին հանձնեցինք, Գազպրոմը մեր Հայրոս Գազարդը վերջնականապես հանձնեցինք։ Ինչ տեղի ունեցավ վերջը մարտի 1։ Հիմա ինչ են սրանք խոսում,
տեսնում են, որ ընտրություններով ի վիճակի չեն իրենց հարցերը լուծել, փողով չեն կարողանա ամբողջ ժողովրդին առնել, Ռուսաստանից չեն կարող միլիոնավոր մարդկանց բերել այստեղ քվեարկել, ինչ են անում, հետընտրական գործընթացներ են պլանավորում, որպեսզի իշխանությանը Նիկոլ Փաշինյանին մենակ բռնացնեն եւ լուծեն հարցերը։ Նոր հոկտեմբեր 27-եր ու մարտի 1-եր բերեն։ Այ դրա համար է պետք, որ մենք լինենք փողոցում, եթե պետքա որպես բուֆեր։ Լինենք լեգիտիմ նաեւ ներկայացված այնտեղ։ Ժողովրդի քվե ստացած։ Մեր պետությունը չպիտի մենակ մնա հնարավոր ցնցումների դեպքում։ Մենք գիտենք, որ ռուսները միջոցների մեջ խտրություն չեն դնում, մենք այդ մեր մաշկի վրա ենք զգացել։ Մենք տեսել ենք այդ բոլորը, մենք տեսել ենք իրենց բերած պատերազմի հետևանքները։ 20 թվականի պատերազմը, դրան հաջորդած իրադարձությունները, Ռուսաստանի վարքագիծը այդ ամբողջ ընթացքում մինչև 2023 թվականի սեպտեմբեր, սրա ապացույցն է, այսա թույլ չտալու համար մենք պիտի լինենք այնտեղ, որպեսզի սրանց ներկայությունը հնարավորինս սահմանափակենք եւ պետության իշխանության եւ այս բորենիների արանքում կարողանանք բուֆեր լինենք, որպեսզի պետությանը հասցվող հարվածները հնարավորինս մեղմենք, վերցնենք մեզ վրա։ Եթե մինչև հիմա մենք խոսում էինք հետընտրական զարգացումների այս կամ այն չափով հնարավորության կամ հավանականության մասին, հիմա այս ձեր վերլուծությունից եւ նոր տեղեկություններից հետո, այսինքն հետընտրական զարգացումները դառնում են կարծես թե անխուսափելի։ Ամբողջ պլանը հիմա հետընտրական process-ների վրա է։ Ես շատ լուրջ մի հանդիպման եմ նախորդին գտնվել, որտեղ ինձ զգուշացնում էին հետևել ռազմաբազայի օրինակ գործողություններին, որոնք պատրաստվում են նաև հետընտրական process-ներում մաս դառնալ։ Մենք խոսում ենք մի տերության մասին, որը այլևս կորցնելու բան գրեթե չունի։ Մենք որպես պետություն պիտի պատրաստ լինենք ցանկացած սցենարի եւ ոչ ծաղիկները, ոչ ծիրանը, ոչ գազի թանկինը չպիտի մեզ որևէ կերպ մտածել տա հանձնել պետությունը, որտեղ մեր պետությունը մեր ժողովրդի հարատեվության, մեր ժողովրդի ինքնության պաշտպանության միակ երաշխիքն է։ Սա է մնացել։ Մեր ձեռքից սա ուզում են վերցնել, իդեպ Թուրքիան մշտապես եղել է մեր ժողովրդի ֆիզիկական գոյության հակառակորդը, Ռուսաստանը մեր պետականության։ Չկա պետականություն, չենք ունենալու այլևս մեր ժողովրդի որևէ հերանեկար աշխարհի որևէ ծայրում։ Եվ դրա համար կոչս է նաև, որ մենք մեր ուշադրությունը, համահայկական ուշադրությունը բևեռենք Հայաստանի ներքին ամրության, ներքին դիմադրողունակության, ժողովրդավարացման, սա ուղղակի մեր պետության իրապես ձեր ներածականը հենց դրա մասին էր, ճակատագրական ընտրություններ են եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այլևս որևէ ընտրություն ճակատագրական չլինի Հայաստանում։ Մենք սովորական նորմալ ընտրությունների մասնակցենք ամեն 5 տարին մեկ, ոչ թե այս բորենիների, այս մաֆիայի եւ այս բանդիտների պատճառով ամեն անգամ հարցը դրվի։ Մենք պետություն պիտի շարունակենք ունենալ, թե մեր ձեռքից Լուկաշենկոյի ընկերը, հա, Թայդաշը, որը պետք է գետինը մտներ այդ անբարոյական հայտարարության համար, այդպիսի ընկեր ունենալու համար, մենք սրանց պետություն պիտի տանք, հա, կամ այս անգրագետներին, այս մարդիկ, ովքեր տասնամյա կառավարման, արյունոտ կառավարման ուղղակի սիմվոլներ են։ Հունիսի 7-ին քաղաքական իմաստով մեր ժողովուրդը 3 բան պիտի անի։ Որոնք Ռոբերտ Քոչարյանը պիտի կախաղանհանվի։ Ռոբերտ Քոչարյանը պիտի ասենք, որ պատկերավոր խոսք է եւ ոչ Ռոբերտ Քոչարյանը պիտի կախաղանհանվի մեր քվեներով, ժողովրդի քվեներով։ Պուտինը պիտի պարտության մատնվի եւ իր այս կլիենտը Ռոբերտ Քոչարյան անունով, որտեղ մնացածը բոլորը այս բաներ են, հա, դամ պահողներ են, ինչպես ասում են։ Իրենք բոլորը իդեպ Ռոբերտ Քոչարյանի ստեղծածներն են։
հա, Քոչարյանը ստեղծել է Ծառուկյանին, հիմա Ծառուկյանը վերադարձնում է իր պարտքերը։ Սամվել Կարապետյանը իր հայաստանյան, այսպես, վերելքը Քոչարյանի օրոք է սկսել, վերադարձնում է պարտքերը։ Պարզ է, չէ, որ այս ամեն ինչը իր շուրջ է, եւ դրա հետ մենք չենք կարող հաշտ լինել։ Ես անձնապես դրա բարոյական իրավունքը ունեմ այս հարցը բարձրացնելու, քաղաքական ուժերից եւ որևէ մեկը չունի։ Մեր կուսակցության մեջ ամենաշատ տուժած Քոչարյանից տուժած թիմն է, Ազատ Արշակյան, Վովա Առաքելյան, այլ ազատամարտիկներ, որոնք ուղղակի տուժել են իրենից, եւ դրա համար է մեզ համար սա կենաց մահու հարց։ Պետություն ունենալը չի կարող վիճարկվել, եւ որևէ հարց մեզ համար չի կարող ավելի կարեւոր լինել, քան պետության անվտանգությունն է, պետության անսասանությունը, եւ այդտեղ մենք երկու կարծիք չունենք, սա մեզ համար հետեւողական պայքարի ուղենիշ է։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօրվա մեր զրույցը եւս մեկ անգամ փաստեց, եւս մեկ անգամ ապացուցեց, որ հունիսի 7-ի ընտրությունները միայն ներքին կյանքի կազմակերպման մասին չեն, միայն մեր առօրյա կենցաղային խնդիրների մասին չեն, հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի, եթե կարելի ասել, աշխարհաքաղաքական կոորդինատների ընտրության մասին են։ Իսկ հետընտրական զարգացումների մասով պետք է փորձել պահպանել պետությունը, պետական ինստիտուտները, քաղաքական ուժերը, ժողովուրդը պետք է կարողանան պահպանել երկրի ներքին դիմակայունությունը, որպեսզի արտաքին ազդեցությունները չկարողանան խաթարել երկրի հարատևության ընթացքը։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։